Երեկ տեղի ունեցավ ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը, որը ձևավորվել էր 2026 թվականի հունիսի 7-ի կեղծ ընտրությունների արդյունքներով։ 9-րդ գումարումն է, բայց եւս մեկ անգամ էապես ոչինչ չի փոխվել, որովհետև նույն հայադավ նեոբոլշևիկյան համակարգը դեռ շարունակում է իշխել 91 թվականից ի վեր։ Միայն խամաճիկներն ու դիմակներն են փոխվում, բայց հաճախ նույնիսկ դրանք էլ չեն փոխվում, քանի որ պարբերաբար շարունակում են օգտագործել նույն մաշված ու դախացած դեմքերին։ Ինչպես գիտենք, այդ խայտարակ ու կրկեսային քարոզարշավների ժամանակ Գերագույն խրտվիլակ դավաճանը ասում էր, որ իր դեմ պայքարում է պատերազմի եռագլուխ կուսակցությունը։ Իսկ ես ասում եի, որ նրանք 4-ով միասին իրականում պարտվականության ու դավաճանության քառագլուխ կուսակցությունն են։ Սակայն պարզվում է, որ իրականում միաժամանակ գոյություն ունեն պարտվականության եռագլուխ եւ քառագլուխ կուսակցությունները։ Մեկը խորհրդարանում, իսկ մյուսը խորհրդարանից դուրս։ Եռագլուխը քեմալական պատգամավորներն են եւ հույսասպան ու ուժեղ հույսասպան դաշինքները։ Իսկ քառագլուխը ԲՀԿ-ն, կայսրության թևերը, շնորհապետիկը եւ դոգ վիժվածքը։ Ինչպես մեր շարժումը բազմիցս է շեշտել, նեոբոլշևիկյան համակարգը ռուսական մատրոշկաների պես բազմաշերտ է, որի քաղաքական ճակատը բաղկացած է տարբեր թևերից, որոնց բոլորի նպատակը պարոն Ժեխապետի աթոռը ամուր պահելն է ու հակահայկական ծրագրերի առաջմղումը շարունակելը։ Եկեք հուսանք, որ այս հրեշավոր համակարգը հաջորդ անգամ չի կարողանա կրկին վերարտադրվել, ձևավորելով իր 10-րդ գումարումը։ Եկեք պատրաստվենք այս թղթետնակի փլուզմանը, որպեսզի կարողանանք ձևավորել իրական ազգային ժողովի գումարում, որը կծառայի ոչ թե մեր թշնամիների օրակարգերին, այլ հայ ազգին։ Հայ ազգային հեղափոխությունը մեր միակ լուծումը։